Թշնամիդ բուլդոզերով եկել է քո դուռը, իսկ Աստված ասում է սիրիր նրան։ Պատկերացրեք, ձեր աչքի առաջ թշնամին փշրում է ձեր հոր կյանքի վերջին գործը, մի սրբազան քար։ Դուք բռունցքներն այնպես եք սեղմում, որ արյուն է հոսում, իսկ քարի բեկորները զգում եք որպես ձեր սեփական հոգու կտորներ։ Սա մի մարդու պատմություն է, ում հասցրել են եզրին, ում աշխարհը պատրաստվում են հողին հավասարեցնել և ում միակ զենքը Տիրոջ ամենաանհասկանալի պատվիրանն է։ Այս պատմության մեջ մենք կտեսնենք, թե ինչպես է Գևորգը գտնում մի զենք, որն ավելի հզոր է ցանկացած բուլդոզերից, մի զենք, որն այնքան անսպասելի է, որ իր անողոք թշնամուն լիովին զինակափում է սեփական շքեղ գրասենյակում։ Բայց ամենակարևորը, մենք ականատես կլինենք այն անհավանական պահին, երբ քրիստոնեական նրբության մի քայլը դառնում է բանալի, որը փոխում է ոչ միայն թշնամու սիրտը, այլև մի ամբողջ համայնքի ճակատագիրը։ Սա այն գաղտնիզորությունն է, որը կարող է լուծել ձեր ամենաանհնարին թվացող խնդիրները։ Պատրաստ եք բացահայտելու այն։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք քանի հոգի ենք։ Առավոտյամ սառը օդը կտրում էր դեմքը, բայց Գևորգը չէր զգում։ Նրա ողջ ուշադրությունը կենտրոնացած էր տուֆի կարմիր քարի վրա, որի վրա նրա հատիչը նուրբ զարդանախշեր էր հյուսում։ 60 տարեկան վարպետի ձեռքերը կոշտացել էին տասնամյակների աշխատանքից, բայց նրա շարժումները պահպանել էին երիտասարդական ճշգրտությունը։ Երևանի հին թաղամասերից մեկում գտնվող այս արհեստանոցը պարզապես աշխատատեղ չէր, դա մի սրբավայր էր, որտեղ իր պապի, ապա հոր աղոթքներն ու քրթինքը ներծծվել էին հողի ու քարի մեջ։ Յուրաքանչյուր խաչքար, որ կանգնած էր բակում, մի աղոթք էր, մի պատմություն, մի կյանք։ Հանկարծ մուրճի հավասարաչափ թքթկոցը խախտվեց ծանր շարժիչի գոռոցով։ Գևորգը գլուխը բարձրացրեց։ Արհեստանոցի հին փայտե դարպասի դիմաց կանգնած էր մի հսկայական դեղին բուլդոզեր, որի մետաղյա ժանիքը կարծես սպառնում էր ոչ միայն քարերը, այլև հիշողությունները։ Դրա հետևից կանգն առավ սև փայլուն ամենագնացը։ Դռնակը բացվեց և մեքենայից իջավ Տիգրանը, քաղաքի ամենաազդեցիկ կառուցապատողներից մեկը, մի մարդ, ում մասին լեգենդներ էին հյուսում, կապերի, փողի և անողոք բնավորության մասին։ Նա թանկարժեք կոստյումով էր, իսկ ինքնաբստահ ժպիտը դեմքին սառը ու անթափանց։ Նրա ձեռքին թղթերի մի հաստ կապոց կար։ «Բարի լույս, Գևորգ վարպետ», ձայնեց նա անտարբեր հայացքով սահելով խաչքարերի վրայով, կարծես դրանք սովորական շինանյութ լինեին։ «Եկել եմ տեղեկացնելու, որ այս տարածքն ամբողջությամբ գնված է։ Մեկ շաբաթից այստեղ սկսվելու են նոր բիզնես կենտրոնի շինարարական աշխատանքները»։ Գևորգի ձեռքի հատիչն ընկավ քարերին, արձակելով սուր, ցավագին ձայն, որը կարծես արձագանքեց նրա սրտի խորքում։ «Ինչ եք ասում։ Սա իմ պապի տունն է, իմ հոր արհեստանոցը, սա իմ կյանքն է»։ Տիգրանը թափահարեց թղթերը։ «Կյանքը փոխվում է, վարպետ, փաստաթղթերն օրինական են, ձեզ փոխհատուցում կտրվի, կարող եք նոր տեղ գտնել, բայց այս հողը պետք է մաքրվի»։ Մաքրվի։ Գևորգի ձայնը դողաց։ Նա նայեց շուրջը, քարե աղոթքներին, իր հոր անավարտ գործին, հողին, որի վրա իր նախնիների քրտինքն էր թափվել։ Սա նրա համար պարզապես հող չէր, այլ սրբազան տարածք։ Լուրը կայծակի արագությամբ տարածվեց թաղամասում և հասավ մոտակա Սուրբ Սարգիս եկեղեցի, որի քարե պատերն ու գմբեթը դարեր շարունակ լուր վկան էին եղել թաղամասի ուրախությանն ու տխրությանը։ Համայնքը ցնցվեց։ Գևորգ վարպետին բոլորն էին սիրում ու հարգում։ Նրա արհեստանոցը եկեղեցու կյանքի անբաժանելի մասն էր։ Շատերը հավաքվեցին արհեստանոցի բակում, նրանց դեմքերին զայրույթ, վախ և անզորություն։ Նրանց մեջ էր եկեղեցու ակտիվ անդամ Սոնան, 35 տարեկան մի կին, որի սիրտը միշտ տրոփում էր համայնքի միասնության համար։ Եվ նրա կողքին կանգնած էր Տեր Կարենը, ծխական քահանան, որի դեմքին խոր մտահոգություն էր։ «Սա անարդարություն է, մենք պետք է պայքարենք, պետք է ցույց անենք», բացականչեց երիտասարդ Հովհաննեսը, բռունցքները սեղմած։ «Տիգրանի դեմ»։ Հոգոց հանեց տարեց Հակոբը, որը փոքրիկ խանութ ուներ հարևանությամբ։ «Նա ամբողջ քաղաքապետարանն իր գրպանում է պահում, նրա դեմ գնալը նույնն է, թե գլուխդ պատին տաս»։ Մարդիկ սկսեցին վիճել։ Մի խումբը պահանջում էր անհապաղ գործողություններ, մյուսները վախեցած լռում էին, իսկ ոմանք էլ գաղտնի մտածում էին, որ նոր բիզնես կենտրոնը կարող է աշխատատեղեր բացել իրենց երեխաների համար։ Բաժանման առաջին սերմերը ցանվեցին հենց այդ պահին։ Տիգրանի բուլդոզերը ոչ միայն սպառնում էր քանդել արհեստանոցը, այլև արդեն սկսել էր քանդել համայնքի միասնությունը։ Գևորգը կանգնած էր այդ ամենի կենտրոնում, զգալով, թե ինչպես է իր ոտքերի տակի հողը սահում։ Նրա սիրտը լցվել էր անզոր զայրույթով և վախով։
Նա նայում էր իր թշնամուն, Տիգրանին, որը հեռվում խոսում էր իր օգնականների հետ, և հասկանում, որ սա պայքար է ոչ միայն քարի, այլև հոգու համար։ Երեկոյան նա փակվեց արհեստանոցում։ Նա մոտեցավ իր հոր անավարտ խաչքարին։ Քարի վրա փորագրված նուրբ զարդանախշերը կարծես շոյում էին նրա մատները։ Նա հիշեց հոր խոսքերը. «Ամեն մի հարվածը, որ տալիս ես քարին, Գևորգ ջան, աղոթք է։ Եթե սրտումդ աղոթք չկա, քարը կմնա անկենդան»։ Բայց հիմա նրա սրտում աղոթք չկար, միայն դառնություն։ Նա գնաց իր փոքրիկ սենյակը, որտեղ պատին կախված էր Քրիստոսի սրբապատկերը։ Նա բացեց հին կաշեկազմ ավետարանը, որը ժառանգություն էր մնացել իր պապից։ Նրա մատները սահեցին էջերի վրայով, փնտրելով մխիթարություն, փնտրելով պատասխան։ Նա գիտեր, որ պետք է ներեր, որ պետք է սիրեր, բայց ինչպես կարող էր սիրել այն մարդուն, ով եկել էր ջնջելու իր անցյալն ու ապագան։ Այդ պահին նրա մտքով անցավ Տիրոջ խոսքը. «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Այդ խոսքերը հնչեցին ոչ թե որպես մխիթարություն, այլ որպես անհնարին պահանջ, որպես մի բեռ, որը նա չէր կարող տանել։ Հաջորդ օրը Գևորգի երիտասարդ աշակերտը Լևոնը, որին նա սովորեցնում էր խաչքարագործության արվեստը, վազելով ներս մտավ արհեստանոց։ «Վարպետ, վարպետ, Տիգրանի մարդիկ շրջում են թաղամասով, մարդկանց աշխատանք են խոստանում, փող են առաջարկում, որ ձեզ դեմ դուրս գան։ Նրանք ուզում են համայնքը երկու մասի բաժանել, որ մենք թուլանանք»։ Գևորգը ոչինչ չասաց։ Նա վերցրեց մուրճն ու հատիչը և մոտեցավ մի նոր քարի։ Նա սկսեց աշխատել, հարվածները հասցնելով ավելի ուժգին, քան երբևէ։ Ամեն մի հարվածի հետ նա կարծես փորձում էր իր զայրույթը դուրս հանել։ Նա որոշել էր պայքարել մարդկային միջոցներով։ Նա դեռ պատրաստ չէր հասկանալու, որ իրական պայքարը ոչ թե բուլդոզերի դեմ է, այլ իր իսկ սրտում բորբոքված ատելության։ Նա դեռ չգիտեր, որ այս փորձությունը նրան տրվել էր ոչ թե կործանելու, այլ Քրիստոսի խորհրդի ամենախորը իմաստը բացահայտելու համար։ Պայքարը նոր էր սկսվում։ Կիրակի օրը Սուրբ Սարգիս եկեղեցու սրահը լփլեցուն էր, օդում կախված էր թանձր լարված սպասում։ Պատարագից հետո Տեր Կարենը բարձրացավ ամբիոն, ձեռքին բացված ավետարանը։ Նրա հայացքը սահեց համայնքի վրայով, կանգ առնելով Գևորգի, Սոնայի և մյուսների անհանգիստ դեմքերին։ Բոլորը գիտեին, թե ինչ է կատարվում, և բոլորը սպասում էին, թե հոգևոր հայրն ինչ ճանապարհ ցույց կտա։ Տեր Կարենը խորը շունչ քաշեց և սկսեց կարդալ Մատթեոսի ավետարանից այն հատվածը, որտեղ փարիսեցիները Հիսուսին մեղադրում են դևերի իշխանի զորությամբ դևեր հանելու մեջ։ Նրա ձայնը հստակ ու զորավոր հնչում էր քարե պատերի ներսում։ Եթե սատանան սատանային հանում է, նա բաժանված է ինքն իր դեմ, այդ դեպքում ինչպես կկանգնի նրա թագավորությունը։ Եվ ամեն թագավորություն, որը բաժանված է ինքն իր մեջ, ամայանում է, և ամեն քաղաք կամ տուն, որը բաժանված է ինքն իր մեջ, չի կանգնի։ Նա մի պահ լռեց, թույլ տալով, որ Տիրոջ խոսքերը ներծծվեն մարդկանց սրտերի մեջ, ապա շարունակեց. «Սիրելիներ, Տերը մեզ զգուշացնում է բաժանման կործանարար ուժի մասին։ Նա խոսում է չարի թագավորության մասին, բայց այս աստվածային օրենքը գործում է նաև Աստծո ժողովրդի համար։ Երբ մենք, որպես մեկ համայնք, որպես Քրիստոսի մարմին, սկսում ենք բաժանվել, մենք թուլանում ենք, մեր պատերը քանդվում են ներսից, և մեր թշնամին, լինի դա չարը, թե մարդկային անարդարությունը, ավելի հեշտ է մեզ հաղթում։ Տեր Կարենի հայացքը սահեց մարդկանց վրայով։ Նա տեսնում էր վախեցած դեմքեր, զայրացած հայացքներ, անտարբեր սրտեր։ Նա գիտեր, որ Տիգրանի սպառնալիքը ոչ միայն Գևորգի արհեստանոցի, այլև իր հոտի միասնության հարցն էր լուծում։ Ես գիտեմ, որ մեր սրտերը ծանրացած են Գևորգ վարպետի հոգսով, և ես տեսնում եմ, թե ինչպես է այս փորձությունը սկսում մեզ բաժանել։ Ոմանք ասում են պայքարենք ուժով, մյուսները հանձնվենք։ Ոմանք մեղադրում են Տիգրանին, մյուսները իշխանություններին, բայց մենք մոռանում ենք, որ մեր առաջին և ամենահզոր զենքը միասնությունն է Քրիստոսի մեջ։ Մեր ազգի պատմությունը լի է բաժանումների ցավալի դասերով։ Հիշեք Վարդանանց պատերազմը։ Մենք կարող էինք ավելի ուժեղ լինել, եթե բոլոր նախարարները միասնական լինեին։ Հիշեք մեր թագավորությունների անկումը, որոնք հաճախ ներքին երկպառակություններից էին քայքայվում, նախքան արտաքին թշնամին կհարվածեր։ Ամեն անգամ, երբ հայը հայի դեմը ելել, մենք կորցրել ենք։ Տիրոջ խոսքը հստակ է, բաժանված տունը չի կանգնի։ Գևորգը նստած էր առաջին շարքում, կողքին կինը, Անահիտը։ Նա լսում էր, բայց նրա սիրտը քարացել էր։ Միասնություն։ Ինչպես կարող է միասնական լինել այն մարդկանց հետ, ովքեր վախենում են նույնիսկ իրենց ձայնը բարձրացնել, կամ, ավելի վատ, պատրաստ են իրեն դավաճանել հանուն Տիգրանի խոստումների։
Այդ պահին Տեր Կարենը թերթեց ավետարանը և կարդաց մեկ այլ հատված Լեռան քարոզից, որի խոսքերը որպես որոտ հնչեցին եկեղեցու լռության մեջ. «Ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք նրանց, ովքեր ձեզ անիծում են, բարիք արեք նրանց, ովքեր ձեզ ատում են, և աղոթեք նրանց համար, ովքեր ձեզ հալածում են»։ Սրահում խուլ տրտունջ անցավ, սա արդեն չափազանց էր։ Սիրել Տիգրանին, աղոթել այն մարդու համար, ով եկել է քանդելու իրենց հիշողությունն ու հավատքի մի կտորը։ Գևորգը գլուխը բարձրացրեց, և նրա հայացքը հանդիպեց քահանայի հայացքին։ Նրա աչքերում կար մեկ համր հարց. ինչպե՞ս։ Տեր Կարենը կարծես կարդաց նրա մտքերը։ Եղբայրներ, սա Քրիստոսի ամենադժվար ուսմունքն է։ Սա մարդկային տրամաբանությունից վեր է։ Սիրել թշնամուն չի նշանակում արդարացնել նրա չար գործերը, դա չի նշանակում հանձնվել անարդարությանը։ Դա նշանակում է պայքարել չարի դեմ ոչ թե չարությամբ, այլ բարությամբ։ Դա նշանակում է կոտրել ատելության շղթան։ Դա նշանակում է հասկանալ, որ Տիգրանը նույնպես Աստծո ստեղծագործություն է, որի հոգին գուցե ավելի մեծ վտանգի մեջ է, քան մեր արհեստանոցը։ Մեր պայքարը պետք է լինի ոչ թե Տիգրանի դեմ, այլ նրա հոգին գերած մոլորության դեմ։ Եվ այդ պայքարը սկսվում է աղոթքից և միասնությունից։ Այդ երեկո Գևորգի տանը լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Սեղանին դրված ընթրիքը վաղուց սառել էր։ Բայց ոչ ոք դրան ձեռք չէր տալիս։ Գևորգի կրտսեր եղբայրը Լևոնը, որը գործնական և տաքարյուն բնավորություն ուներ, չէր կարողանում հանգստանալ։ Ես չեմ հասկանում քեզ, Գևորգ, ինչ է նշանակում աղոթել Տիգրանի համար։ Մինչդեռ մենք աղոթում ենք, նրա բուլդոզերները կգան ու ամեն ինչ հողին կհավասարեցնեն։ Մենք պետք է գործենք։ Ես ծանոթ փաստաբան ունեմ, կարող ենք դատի տալ, կարող ենք լրագրողների հրավիրել, աղմուկ բարձրացնել, կարող ենք նրա անցյալում մի քիչ փորփրել, վստահ եմ այնտեղ շատ կեղտ կգտնենք։ Պետք է իր իսկ զենքով հարվածել նրան։ Գևորգի կինը, Անահիտը, որը միշտ աչքի էր ընկել իր հեզությամբ, դողացող ձեռքով բռնեց ամուսնու ձեռքը։ Լևոն, ինչ ես ասում, մենք քրիստոնյաներ ենք, չենք կարող այդպիսի մեթոդներով պայքարել։ Քրիստոնյաներ ենք, պայթեց Լևոնը, իսկ Տիգրանը քրիստոնյա է։ Նա հասկանում է սիրո և ներման լեզուն, նա հասկանում է միայն ուժի լեզուն, պետք է նրան ցույց տալ, որ մենք էլ անզոր չենք։ Գևորգը վերջապես խոսեց, նրա ձայնը հոգնած էր, բայց հաստատուն։ Նա բացեց սեղանին դրված ավետարանը, որը միշտ իրենց ընտանեկան ընթրիքների անբաժան մասն էր կազմել։ Լսիր, Լևոն, Տերն ասում է։ Բավական է, Գևորգ, ընդհատեց եղբայրը վեր կենալով սեղանից։ Ես հարգում եմ քո հավատքը, բայց սա իրական կյանքն է, ոչ թե կիրակնօրյա քարոզ։ Եթե դու պատրաստ չես պայքարելու մեր հոր ժառանգության համար, ապա ես ինքս կանեմ դա, բայց հետո չմեղադրես ինձ, եթե ամեն ինչ վատ ավարտվի։ Նա դուռը շխրկացնելով դուրս եկավ, տանը թողնելով ճնշող լռություն։ Քրիստոսի խորհուրդը ոչ միայն չէր լուծել խնդիրը, այլև դարձել էր դրա կատալիզատորը, Գևորգի ընտանիքը բաժանելով երկու ճամբարի։ Մի կողմում ռեալիստներն էին, իդեմս Լևոնի, որոնք հավատում էին մարդկային ուժին, մյուս կողմում իդեալիստները, իդեմս Անահիտի, որոնք հավատում էին Աստծո զորությանը։ Իսկ Գևորգը մնացել էր մեջտեղում, երկու աշխարհների սահմանին, իր սրտում զգալով այն նույն բաժանումը, որը սպառնում էր կործանել իր համայնքը, իր ընտանիքը և իր հոգին։ Նա նայեց ավետարանի բաց էջին և հասկացավ, որ այս խոսքերը հասկանալու համար նրան ավելին է պետք, նրան պետք է իմաստություն։ Լևոնի հեռանալուց հետո տանը տիրող լռությունը կարծես ավելի ծանր էր, քան ցանկացած վեճ։ Գևորգը նստած էր սեղանի շուրջ, հայացքը գամած ավետարանի բաց էջին, բայց տառերը լողում էին նրա աչքերի առաջ։ Նա որոշեց գործել, ոչ թե եղբոր առաջարկած ճանապարհով, այլ այնպես, ինչպես հասկանում էր Տեր Կարենի քարոզը։ Նա պետք է բարիք աներ իրեն ատողին։ Հաջորդ 2 օրը նա փակվեց արհեստանոցում։ Նա վերցրեց ամենանուրբ, ամենամաքուր տուֆի մի փոքրիկ կտոր և իր ողջ վարպետությունը ներդրեց դրա մեջ։ Նա չքանդակեց բարդ զարդանախշեր կամ խորհրդանշական պատկերներ։ Փոխարենը նա քարի կենտրոնում փորագրեց մի պարզ, բայց անթերի խաչ, որի յուրաքանչյուր գիծը կարծես շնչում էր աղոթքով։ Այդ աշխատանքը նրա համար մաքրագործում էր, մի փորձ իր սրտի զայրույթը վերածելու ստեղծագործության։ Երբ ավարտեց, նա զգուշորեն փաթաթեց փոքրիկ խաչքարը մաքուր կտորի մեջ և, հաղթահարելով իր մեջ բարձրացող հպարտությունն ու վախը, ուղևորվեց դեպի քաղաքի կենտրոն, Տիգրանի գրասենյակ։ Տիգրանի ապակեպատ շքեղ գրասենյակը գտնվում էր բարձրահարկ շենքի վերջին հարկում, որտեղից ամբողջ քաղաքը երևում էր որպես խաղալիք։ Գևորգը իր հասարակ աշխատանքային հագուստով անհարմար էր զգում փայլուն միջանցքներում։
Երբ քարտուղարուհին տեսավ նրան, փորձեց կանգնացնել, բայց Գևորգի հայացքի մեջ այնպիսի մի հանգիստ վճռականություն կար, որ կինը շփոթված ճանապարհ տվեց։ Նա մտավ Տիգրանի ընդարձակ աշխատասենյակ։ Կառուցապատողը նստած էր իր հսկայական սեղանի հետևում, հեռախոսով ինչ-որ մեկի վրա գոռալով։ Տեսնելով Գևորգին, նա կտրուկ լռեց, խոժոռվեց եւ անփութորեն ցույց տվեց բազկաթոռը։ Գևորգը չնստեց։ Նա լուռ մոտեցավ եւ զգուշորեն դրեց կտորով փաթաթված խաչքարը սեղանի փայլուն մակերեսին։ Տիգրանը տարակուսած նայեց նվերին, հետո Գևորգին։ «Սա ինչ է»։ «Սա ձեզ համար է», մեղմորեն պատասխանեց Գևորգը, ձայնը հազիվ զսպելով դողեց։ «Թող Աստված օրհնի ձեր աշխատանքը եւ խաղաղություն բերի ձեր սրտին»։ Տիգրանի դեմքին հեգնական ժպիտ հայտնվեց։ Նա դանդաղ բացեց կտորը, վերցրեց փոքիկ խաչքարը, մի պահ զննեց այն, կարծես գնահատելով աշխատանքի որակը, իսկ հետո, Գևորգի աչքերի մեջ ուղիղ նայելով, սառնասրտորեն նետեց այն սեղանի տակ դրված աղբամանի մեջ։ Քարի, մետաղին դիպչելու չոր ձայնը որպես ապտակ հնչեց լռության մեջ։ «Ինձ քո քարերը պետք չեն», սառը ասաց Տիգրանը։ «Ինձ քո հողն է պետք։ Դուք ունեք 3 օր։ Դրանից հետո ես պատասխանատու չեմ լինի հետևանքների համար»։ Գևորգը կանգնած էր քարացած։ Նա զգում էր, թե ինչպես են բոլորի հայացքները, ներառյալ քարտուղարհու, սևեռված իր վրա։ Նվաստացումը այրում էր նրա այտերը։ Նա ոչինչ չասաց, պարզապես շրջվեց եւ դանդաղ քայլերով դուրս եկավ գրասենյակից, իր հետ տանելով իր ջախջախված հույսերն ու սրտում բարձրացող ցասման նոր ալիքը։ Գևորգը թափառում էր քաղաքի փողոցներով, չիմանալով ուր գնալ։ Նրա միամիտ փորձը կիրառելու Քրիստոսի խորհուրդը ոչ միայն ձախողվել էր, այլև իրավիճակն ավելի էր սրել։ Նա իրեն զգում էր հիմար եւ անզոր։ Նա մտածում էր եղբոր Լևոնի մասին։ Գուցե նա էր ճիշտ, գուցե այս աշխարհում չարի դեմ պետք է պայքարել չարի մեթոդներով։ Նրա քայլերն իրեն աննկատ բերեցին Սուրբ Սարգիս եկեղեցու բակ։ Նա նստեց քարե նստարանին, գլուխը կախ։ Այդ պահին նրա կողքին նստեց Մարիամ տատը, համայնքի ամենատարեց եւ իմաստուն կանանցից մեկը, ով 80 անց էր, բայց որի միտքը սուր էր, իսկ հավատքը անսասան։ «Տեսնում եմ սիրտդ ծանր է, տղաս», փափուկ ձայնով ասաց նա, նայելով ոչ թե Գևորգին, այլ եկեղեցու գմբեթին։ Գևորգը չդիմանալով պատմեց ամեն ինչ իր փորձի եւ ստացած նվաստացուցիչ պատասխանի մասին։ «Ես փորձեցի անել այն, ինչ ավետարանն է ասում, բայց դա ոչինչ չտվեց», դառնությամբ ավարտեց նա։ Մարիամ տատը երկար լռեց, հետո խոսեց, ձայնը հանգիստ էր, բայց խոսքերը կշռադատված։ «Գևորգ ջան, դու փորձեցիր Աստծո զենքն օգտագործել, բայց դեռ չես հասկանում, թե ինչպես է այն գործում։ Դու մտածում ես, որ բարիք անելը նման է խանութում առևտուր անելուն։ Դու տալիս ես բարություն եւ անմիջապես սպասում ես ստանալ փոխարենը բարություն։ Բայց Տիրոջ ճանապարհները այդպիսին չեն։ Սիրիր թշնամուդ ոչ թե մարտավարություն է, թշնամուն հաղթելու համար, այլ վիճակ է, որի մեջ դու պետք է ապրես։ Դա նշանակում է շարունակել սիրել եւ բարիք գործել, անկախ նրանից, թե ինչպես են քեզ պատասխանում։ Դու քո նվերով փորձում ես փոխել Տիգրանին, բայց Աստված ուզում է, որ այս փորձությունը նախ փոխի քեզ։ Նրա խոսքերը նոր լույս սփռեցին Գևորգի համար։ Նա սկսում էր հասկանալ, որ Քրիստոսի խորհուրդը մակերեսային գործողություն չէ, այլ սրտի խորը փոխակերպում։ Նա սխալ էր մոտեցել խնդրին, փնտրելով արագ արդյունք։ Իրական պայքարը դեռ առջևում էր, եւ դա լինելու էր ոչ թե Տիգրանի, այլ իր իսկ հպարտության եւ անհամբերության դեմ։ Նա նայեց Մարիամ տատի կնճռոտ, բայց խաղաղ դեմքին եւ հասկացավ, որ իր հոգեվոր ճանապարհորդությունը դեպի Տիրոջ իմաստության խորքերը նոր է սկսվում։ Գևորգի նվաստացումը Տիգրանի գրասենյակում միայն սկիզբն էր։ Կառուցապատողը, զգալով, որ Գևորգը չի պատրաստվում հեշտությամբ հանձնվել, որոշեց փոխել մարտավարությունը եւ հարվածել ամենացավոտ տեղին՝ ընտանիքի պատվին ու բարի համբավին։ Մի քանի օր անց տեղական, ոչ այնքան հայտնի, բայց շատ ընթերցվող թերթերից մեկում հայտնվեց մի ընդարձակ հոդված՝ «Ժառանգության քողի տակ թաքնված հարդախությունը» վերնագրով։ Հոդվածում առանց անուններ տալու, բայց շատ թափանցիկ ակնարկներով պատմվում էր մի խաչքարագործի մասին, ով ապօրինի կերպով տիրացել է պետական հողին եւ այժմ խոչընդոտում է քաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը, շահարկելով իր նախնիների հիշատակը։ Հոդվածագիրը նաև կասկածի տակ էր դնում Գևորգի վարպետությունը, ակնարկելով, որ նրա աշխատանքները պատմական արժեք չունեն եւ որ նա պարզապես հմուտ շանտաժիստ է, ով փորձում է ավելի շատ գումար կորզել բարեխիղճ ներդրողից։
Տիգրանի տեղեկատվական պատերազմը սկսված էր եւ դրա թույնը շատ արագ սկսեց տարածվել համայնքի երակներով։ Ճնշումը վերացական լինելուց դարձավ ֆիզիկապես շոշափելի։ Հաջորդ շաբաթ օրը, երբ Գևորգի մայրը Տիկին Վարդուհին գնաց Թաղամասի շուկա, ինչպես անում էր ամեն շաբաթ տասնյակ տարիներ շարունակ, նա բախվեց սառցե պատի։ Կանաչեղեն վաճառող Աշոտը, ով միշտ նրա համար ամենաթարմ բանջարեղենն էր առանձնացնում, հանկարծ չնկատեց նրան, սպասարկելով մյուս հաճախորդներին։ Հացթուղ Կարինեն, ում հետ նրանք մանկության ընկերուհիներ էին, կտրուկ պատասխանեց, թե հացն արդեն վերջացել է, թեև վաճառասեղանը լիքն էր թարմ թխված լավաշով։ Տիկին Վարդուհին կանգնած էր շուկայի կենտրոնում, դատարկ զամբյուղը ձեռքին։ Իսկ շուրջը երեկվա ընկերներն ու հարևանները մեջք էին դարձնում նրան, խուսափում էին նրա հայացքից, շշուկներով քննարկում թերթի հոդվածը։ Հասարակական ամոթը ծանր քարի պես նստել էր նրա սրտին։ Նա վերադարձավ տուն առանց գնումների, բայց աչքերում այնպիսի ցավ կար, որը Գևորգը երբեք չէր տեսել։ Այդ պահին նա հասկացավ, որ Տիգրանի հարվածը հասել է իր նպատակակետին, այն ներսից էր քայքայում իր ընտանիքի ոգին։ Այդ երեկո տանը կրկին փոթորիկ էր։ Այս անգամ Լևոնը մենակ չէր։ Նրա կողքին էր նաև նրանց հորեղբայրը, Միհրանը, մի պրագմատիկ եւ կյանքի փորձով անցած մարդ, ով միշտ առաջնորդվել էր բանականությամբ։ Գևորգ, ես հասկանում եմ քո սկզբունքները, բայց սա արդեն անցնում է բոլոր սահմանները, խիստ ձայնով սկսեց հորեղբայրը։ Խոսքն այլևս քո արհեստանոցի մասին չէ, խոսքը մեր ընտանիքի պատվի մասին է։ Մարդիկ մեզնից երես են թեքում, քո մայրը այսօր լացակումած է տուն եկել։ Ինչ է նշանակում սիրել թշնամուն, երբ նա քո մորն է հրապարակավ նվաստացնում։ Ավետարանը մեզ խոնարհություն է սովորեցնում, ոչ թե ինքնանվաստացում։ Պետք է լինել իմաստուն, ինչպես օձը, եւ միամիտ, ինչպես աղավնին։ Դու միայն աղավնու մասն ես հիշում։ Բայց ինչ եք առաջարկում, որ անեմ, հուսահատ հարցրեց Գևորգը։ Գնամ եւ ես էլ կեղծ շպրտեմ նրա վրա։ Ոչ, միջամտեց Լևոնը, բայց կարող ենք պաշտպանվել, կարող ենք հերքում տպագրել, կարող ենք դատի տալ զրպարտության համար։ Պետք է ցույց տալ, որ մենք էլ ատամներ ունենք։ Գևորգը գտնվում էր հոգևոր փակուղում։ Նա ուզում էր հետևել Քրիստոսի խորհրդին, բայց դրա կիրառումը կարծես միայն ավելի էր խորացնում փոսը։ Նրա հավատքը չէր սասանվել, բայց նա սկսում էր կասկածել իր մեկնաբանության ճշգրտությանը։ Հաջորդ օրը Գևորգը գնաց Տեր Կարենի մոտ, խորհուրդ հարցնելու։ Նա պատմեց ամեն ինչ՝ հոդվածի, շուկայում տեղի ունեցածի եւ ընտանեկան վեճի մասին։ Ես չգիտեմ ինչ անել, Տեր հայր, փորձում եմ հետևել Տիրոջ խոսքին, բայց իմ գործողությունները միայն ավելի շատ ցավ են պատճառում իմ հարազատներին։ Գուցե իմ հորեղբայրը ճիշտ է, գուցե ես չափազանց բառացի եմ հասկանում ավետարանը, գուցե պետք է փողզիջման գնալ։ Տեր Կարենը երկար լսում էր նրան, դեմքին խորը կարեկցանք։ Գևորգ, դու հիմա անցնում ես ամենադժվար փորձության միջով, ասաց նա։ Դա այն փորձությունն է, երբ Քրիստոսին հետևելը դառնում է ոչ թե մխիթարություն, այլ խաչ։ Հասարակական կարծիքը, նույնիսկ մեր մտերիմների կարծիքը, հաճախ կարող է մեզ շեղել ճիշտ ճանապարհից։ Նրանք քեզ կոչ են անում բանականության, բայց Քրիստոսի իմաստությունը հաճախ մարդկային բանականությանը հիմարություն է թվում։ Դու չպետք է փողզիջման գնաս ճշմարտության հետ, բայց դու պետք է խնդրես Աստծուն, որ նա քեզ իմաստություն տա հասկանալու այդ ճշմարտության խորությունը։ Սիրեր թշնամուն պատվիրանը մեկ գործողություն չէ, այլ մի ամբողջ ճանապարհ, եւ դու դեռ այդ ճանապարհի սկզբում ես։ Գևորգը դուրս եկավ եկեղեցուց, սրտում ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Նա զգում էր, որ Տիրոջ խոսքի իրական իմաստը դեռ թաքնված է իրենից, եւ դա գտնելու համար նա պետք է պատրաստ լիներ իջնելու իր հուսահատության ամենախորը անդունդը։ Տիգրանի սահմանած վերջնաժամկետին մնացել էր 1 օր։ Գևորգը հասել էր իր տոկունության սահմանին, ընտանիքը բաժանված էր, համայնքը թշնամացած, իսկ ինքը հոգեպես մոլորված։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել, նա փախավ։ Փախավ կնոջ կարեկից հայացքից, եղբոր մեղադրական լռությունից, իր իսկ անզորությունից։ Նա նստեց իր հին մեքենան եւ քշեց դեպի լեռները, դեպի խորը վիրապի լռությունը, կարծես ուզում էր իր հոգու խավարը թաղել այն նույն խորը վիրապում, որտեղ ժամանակին լույսն էր բանտարկված եղել։ Նա չէր գնացել աղոթելու, նրա սրտում բարեր չէին մնացել։ Նա պարզապես նստեց վանքի ավերակ պատերից մեկի մոտ, նայելով Արարատի վեհաշուք ուրվագծին, որը հազիվ էր նշմարվում նախալուսադեմի մշուշում։ Նրա ներսում դատարկություն էր, մի հոգևոր լռություն, որը գալիս է հայտնությունից առաջ։ Նա այլևս ոչինչ չէր խնդրում Աստծուց, ոչինչ չէր սպասում, նա պարզապես հանձնվել էր։
Արևը դեռ նոր էր սկսել ոսկեզոցել լեռան գագաթը, երբ նրա ուշադրությունը գրավեց մի տեսարան։ Մի խումբ երեխաներ խաղում էին վանքի բակում։ Նրանցից մեկը, մի չարաճճի տղա, վերցրեց գետնից մի սուր եզրերով քար և նետեց բակում պառկած թափառող շան ուղղությամբ։ Քարը դիպավ շան թաթին և կենդանին ցավից կենկենկաց։ Այդ պահին վանքի խցերից դուրս եկավ մի ծեր, սպիտակամոր ու սվանական։ Գևորգը սպասում էր, որ նա կբարքանա տղայի վրա, կխրատի նրան, բայց վանականը ոչինչ չասաց։ Նա հանգիստ մոտեցավ, վերցրեց այն նույն քարը, որով տղան հարվածել էր շանը, և Գևորգի սիրտը սառեց մտածելով, որ նա պատրաստվում է քարը հետ նետել տղայի ուղղությամբ։ Փոխարենը վանականը տարավ քարը դեպի վանքի կիսավեր պատը, որը նրանք փորձում էին վերականգնել, և զգուշորեն դրեց այն պատի հիմքում, լրացնելով բաց մնացած տեղերից մեկը։ Նա վերցրեց չարության գործիքը և դրեց այն արարչագործության հիմքում։ Այդ պահին Գևորգի ներսում կարծես մի վարագույր բարձրացավ։ Մի պարզ, բայց շանթահարող միտք խոցեց նրա գիտակցությունը։ Սա էր պատասխանը։ Սա էր Քրիստոսի խորհրդի բանալին, որը նա այդքան երկար փնտրում էր։ Սիրիր թշնամուդ չի նշանակում պասիվ կերպով հանդուրժել չարիքը։ Դա չի նշանակում թույլ տալ, որ քեզ հարվածեն և ոչինչ չանել։ Դա նշանակում է վերցնել քո դեմ ուղղված չարության էներգիան, լինի դա քար, վիրավորական խոսք, թե անարդար գործողություն, և այն վերափոխել, վերաուղղորդել դեպի ստեղծում, դեպի բարիք։ Դա նշանակում է չզիջել, այլ հարվածը վերցնելով այն օգտագործել որպես շինանյութ, ինչ-որ նոր և գեղեցիկ բան կառուցելու համար։ Տիգրանի ագրեսիան քար էր, որը նետվել էր իր վրա։ Նա մինչև հիմա փորձում էր կամ այդ քարից փախչել, կամ այն հետ նետել։ Բայց Տերը նրան այլ ճանապարհ էր ցույց տալիս՝ վերցնել այդ քարը և դնել իր սեփական տաճարի հիմքում։ Այս գիտակցումը լույսի պես ողողեց նրա ամբողջ էությունը։ Նա ցնցված էր Քրիստոսի իմաստության խորությունից և միևնույն ժամանակ հանչարեղ պարզությունից։ Նա հասկացավ, թե որքան մակերեսային էր մինչ այդ ընկալում Տիրոջ խոսքերը։ Նրա նվերը Տիգրանին, նրա պասիվ դիմադրությունը, այս ամենը սխալ էր, որովհետև դրանք բխում էին թուլությունից, ոչ թե ուժից։ Իսկ Քրիստոսի պատվիրանը թուլության մասին չէր, այն հոգևոր ամենամեծ ուժի, ստեղծագործական սիրո մասին էր։ Այս հասկացողությունը միանգամից փշրեց նրա բոլոր նախկին պատկերացումները։ Նա զգաց, որ կարծես մի անգին գանձ է գտել, որը միշտ եղել է իր աչքի առաջ, ավետարանի էջերում, բայց որը նա չէր կարողանում տեսնել իր հպարտության և վախի պատճառով։ Նա նայեց Արարատին, որն արդեն ամբողջովին ողողված էր արևի լույսով, և առաջին անգամ այս երկար տանջալից օրերից հետո նրա դեմքին ժպիտ հայտնվեց։ Նա այլևս չէր վախենում։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա գտել էր իր զենքը, և դա ոչ թե պաշտպանության վահանն էր, այլ վերափոխման մուրճը։ Գևորգը խոր վիրապից վերադարձավ ոչ թե հոգնած ու ջախջախված, այլ մի նոր, անսասան հանգստությամբ, որը շփոթեցնում էր բոլորին։ Նրա աչքերում այլևս չկար հուսահատության ստվերը, փոխարենը մի լույս էր վառվում, որը ծնվել էր ոչ թե մարդկային հույսից, այլ աստվածային իմաստությունից։ Նա չփորձեց իր հայտնությունը բացատրել բառերով, նա գիտեր, որ դա անիմաստ կլիներ։ Փոխարենը նա հավաքեց իր ընտանիքին, կնոջը, մորը, եղբորը և հորեղբորը, իրենց հյուրասենյակում, որտեղ դեռ մի քանի օր առաջ փոթորիկ էր մոլեգնում։ Օդում լարվածություն կար։ Լևոնն ու Միհրանը սպասում էին, որ Գևորգը վերջապես կհայտարարի իր հանձնվելու կամ ընդհակառակը իրենց փլանին միանալու մասին։ Բայց Գևորգի խոսքերը բոլորին շոկի մեջ գցեցին։ Ես որոշել եմ, թե ինչ ենք անելու, հանգիստ սկսեց նա։ Վաղվանից մենք սկսում ենք մեր արհեստանոցի կողքին գտնվող հին լքված մատուռի վերականգնումը։ Սենյակում մի պահ մեռյալ լռություն տիրեց։ Առաջինը խոսեց Լևոնը, հազիվ զսպելով իր ծիծաղը։ Դու խելագարվել ես, լրջորեն։ Տիգրանը պատրաստվում է մեր տունը քանդել, իսկ դու որոշել ես մատուռ վերանորոգել, ում փողերով, ում համար։ Մեր փողերով, ինչքան որ ունենք, նույն հանգստությամբ պատասխանեց Գևորգը, և բոլորի համար։ Տիգրանը մեզանից ուզում է վերցնել հողը, դրա վրա իր հաստատության խորհրդանիշը կառուցելու համար, իսկ մենք նրա քթի տակ կվերականգնենք Աստծո տունը, նրա չարության քարը մենք կդնենք աղոթքի տան հիմքում, մենք նրա ավերելու էներգիան կվերածենք արարելու էներգիայի։
Մենք չենք պատրաստվում նրա դեմ պայքարել, մենք պատրաստվում ենք նրա կողքին կառուցել։ Սա խելագարություն է, սա ինքնասպանություն է, վրդովված բացականչեց հորեղբայր Միհրանը։ Սա ոչ թե իմաստություն է, այլ մանկական միամտություն։ Նա պարզապես կգա ու մեր կառուցածն էլ կքանդի մեր գլխին։ Գևորգը չվիճեց, նա նայեց իր կնոջը, Անահիտին։ Անահիտը երկար լռում էր, ուշադիր նայելով ամուսնու դեմքին։ Նա տեսնում էր այն նույն լույսը, որը տեսել էր Գևորգի աչքերում, երբ նրանք երիտասարդ էին, երբ նա նոր էր սկսում իր առաջին խաչքարը քանդակել։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նրա սիստը լցվեց ոչ թե վախով, այլ հանգիստ վստահությամբ։ Ես քեզ հետ եմ, պարզ ասաց նա։ Այդ երկու բառը փոխեց ամեն ինչ։ Ընտանիքի բաժանված պատի մեջ առաջին քարը դրվեց։ Հաջորդ օրը լուրը տարածվեց համայնքում։ Գևորգը, Անահիտը և նրանց երիտասարդ աշակերտ Լևոնը սկսել էին մաքրել լքված մատուռի տարածքը, որը գտնվում էր հենց արհեստանոցի և Տիգրանի նախատեսած շինհրապարակի սահմանագծին։ Արձագանքը միանշանակ չէր։ Շատերը, հատկապես նրանք, ովքեր տուժել էին Տիգրանի զրկարչական արշավից, սա համարում էին հուսահատության վերջին դրսևորում։ Խեղճ Գևորգը վերջնականապես կորցրել է բանականությունը, շշնջում էին շուկայում։ Սա պարտությունն ընդունելու մի ձև է, ասում էին մյուսները։ Բայց կային նաև ուրիշները։ Սոնան, լսելով նորությունը, առաջիններից մեկն էր, որ եկավ օգնության, իր հետ բերելով մի քանի երիտասարդների։ Ես չգիտեմ, թե սա ինչի կհանգեցնի, վարպետ, ասաց նա թևքերը կշտած, բայց սա առաջին բանն է այսքան ժամանակվա մեջ, որն ինձ հույս է ներշնչում։ Նրանց միացավ նաև Մարիամ տատը։ Նա չէր կարող ֆիզիկապես օգնել, բայց նստեց մոտակա քարին և սկսեց բարձրաձայն աղոթել, իր ներկայությամբ օրհնելով նրանց աշխատանքը։ Տեր Կարենը, տեսնելով այս ամենը, խորապես հուզվեց։ Նա հասկացավ, որ Գևորգը գտել է այն, ինչ ինքը որպես քահանա փորձում էր բառերով փոխանցել։ Նա գտել էր Քրիստոսի իմաստության գործնական կիրառումը։ Կիրակի օրը իր քարոզի ժամանակ նա չխոսեց ուղղակիորեն Գևորգի մասին, բայց պատմեց Նեեմիայի պատմությունը, ով վերականգնում էր Երուսալեմի պարիսպները թշնամիների ծաղրի ու սպառնալիքների ներքո, մի ձեռքում մուրջ բռնած, մյուսում սուր։ Եղբայրներ և քույրեր, ասաց նա, մեր ամենամեծ զենքը թշնամու դեմ ոչ թե ատելության սուրն է, այլ արարչագործության մուրճը։ Երբ չարը գալիս է ավելելու, մենք պետք է կառուցենք, երբ նա ցանում է բաժանում, մենք պետք է հավաքենք քարերը և դրանցով տաճար կառուցենք։ Նրա խոսքերից հետո համայնքում ինչ-որ բան փոխվեց։ Կասկածամիտները դեռ շատ էին, բայց նրանց կողքին սկսեց ձևավորվել մի փոքր, բայց ամուր խումբ, որը պատրաստ էր հետևելու Գևորգի խելագար օրինակին։ Նրանք դարձան նոր դաշնակիցներ, միավորված ոչ թե ընդհանուր թշնամու դեմ պայքարով, այլ ընդհանուր ստեղծագործական հավատքով։ Պայքարը թևակողում էր նոր, անսպասելի փուլ։ Վերջնաժամկետի առավոտյան, երբ Տիգրանի բուլդոզերները պետք է շարժվեին, մատուրի տարածքը վերածվեց լուռ մարտադաշտի։ Մի կողմում Գևորգն էր, Անահիտը, Սոնան և մի քանի հավատարիմ համայնքի անդամներ, որոնք արդեն սկսել էին հիմքի առաջին քարերը շարել։ Նրանք աշխատում էին լուռ, կենտրոնացած, նրանց յուրաքանչյուր շարժումը լի էր վճռականությամբ։ Մյուս կողմից հորիզոնում հայտնվեցին Տիգրանի սև ամենագնացները։ Նրանք կանգ առան շինհրապարակի եզրին և մեքենաներից իջան մի քանի թիկնեղ տղամարդիկ։ Նրանք ֆիզիկական ուժ չկիրառեցին, նրանց զենքը հոգեբանական ճնշումն էր։ Մեքենաներից սկսեց ամբողջ թաղամասով մեկ թնդալ գրեհիկ, բարձր երաժշտություն, խլացնելով առավոտյան լռությունը։ Նրանք սկսեցին իրենց շինարարական աղբը լցնել հենց մատուրի մաքրված տարածքի կողքին, ստեղծելով տգեղ աղբակույտ։ Նրանք բարձրաձայն վիրավորանքներ էին հնչեցնում, ծաղրելով Գևորգի աստվածավախությունը և նրա կողքին աշխատող կանանց։ Այս ամենը նպատակ ուներ կոտրելու նրանց ոգին, ստիպելու նրանց պատասխանել ագրեսիայով, որպեսզի ստացվեր առիթ ուժ կիրառելու։ Բայց Գևորգը իր հայտնությունից հետո այլևս նույն մարդը չէր։ Նա իր կամավորներին հանձնարարել էր չարձագանքել, ոչ մի խոսք, ոչ մի հայացք։ Նրանց պատասխանը լինելու էր իրենց աշխատանքը։ Տիգրանի մարդկանց յուրաքանչյուր վիրավորանքին նրանք պատասխանում էին հիմքում դնելով ևս մեկ քար։ Յուրաքանչյուր բարձր երաժշտության ակորդին նրանք պատասխանում էին ավելի ամուր խառնելով շաղախը։ Նրանց լուռ, անսասան աշխատանքը դարձավ ավելի հզոր պատասխան, քան ցանկացած բղավոց։ Այս տեսարանը սկսեց գրավել թաղամասի բնակիչների ուշադրությունը։ Մարդիկ սկսեցին դուրս գալ իրենց պատշգամբները, հավաքվել անկյուններում, հետևելով այս լուռ դիմակայությանը։ Այդ օրը Լևոնը, Գևորգի եղբայրը, եկավ շինհրապարակ։
Նա կանգնած էր հեռվում, դիտելով եղբորը, որը համառորեն շարունակում էր քար դնել քարի վրա, անտեսելով ծաղրն ու նվաստացումը։ Նա տեսավ, թե ինչպես է հարևաններից մեկը, որը մինչ այդ վախենում էր նույնիսկ բարևել իրենց, լուռ մոտենում և մի դույլ ջուր դնում աշխատողների կողքին։ Հետո մեկ ուրիշը մի քանի հաց բերեց։ Փոքր քայլերով, տատանվելով, բայց մարդիկ սկսեցին միանալ։ Նրանք միանում էին ոչ թե այն պատճառով, որ հավատում էին, թե մատուռի կառուցումը կկանգնեցնի Տիգրանին, այլ որովհետև տեսնում էին Գևորգի անսասան արժանապատվությունը։ Նրանք ոգեշնչվում էին ոչ թե նրա խոսքերից, այլ նրա գործից։ Լևոնի սրտում ինչ-որ բան շարժվեց։ Նրա ռեալիստական աշխարհայացքը սկսեց ճաքեր տալ։ Նա հասկացավ, որ ուժը միայն բռունցքների մեջ չէ, գոյություն ունի նաև ոգու ուժ, որը կարող է լինել շատ ավելի տոկուն։ Նա լուռ մոտեցավ, վերցրեց մի ծանր քար և առանց որևէ բառ ասելու օգնեց եղբորը դնել այն պատի շարվածքում։ Երկու եղբայրների հայացքները հանդիպեցին, և այդ հայացքի մեջ ավելի շատ ներում ու հաշտություն կար, քան ցանկացած խոսքում։ Տիգրանի մարդիկ շփոթված էին, նրանց ծրագիրը չէր աշխատում։ Որքան շատ էին նրանք ճնշում, այնքան ավելի շատ մարդ էր հավաքվում Գևորգի շուրջ։ Հակամարտությունը դառնում էր հրապարակային, և Տիգրանը հասկանում էր, որ կորցնում է վերահսկողությունը։ Օրվա վերջում, երբ արդեն մթնում էր, Տիգրանն ինքը եկավ իր ամենագնացով։ Նա իջավ մեքենայից և մոտեցավ Գևորգին, ով մաքրում էր իր գործիքները։ «Դու ինչ ես կարծում, թե անում ես», ձայնի մեջ զսպված զայրույթ կար։ «Դու կարծում ես, որ այս խաղալիք մատուռը կկանգնեցնի ինձ»։ Գևորգը վերջապես նայեց նրան։ Նրա հայացքի մեջ ատելություն կամ վախ չկար, այլ մի տեսակ խորը, հանգիստ տխրություն։ «Այս մատուռը քեզ կանգնեցնելու համար չէ, Տիգրան», հանգիստ պատասխանեց նա։ «Այն քեզ հիշեցնելու համար է։ Հիշեցնելու, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ գնել փողով կամ քանդել բուլդոզերով։ Այն կառուցվում է ոչ թե քո դեմ, այլ բոլորիս, այդ թվում քեզ համար»։ Գևորգի խոսքերը և նրա անսասան հանգստությունը անսպասելի հարված էին Տիգրանի համար։ Նա սովոր էր, որ իրենից վախենում են կամ իրեն ատում են։ Բայց նա բացարձակապես պատրաստ չէր այսպիսի պատասխանի։ Նա մի պահ լռեց, հետո զայրացած թափ տվեց ձեռքը, նստեց մեքենան և մեծ արագությամբ հեռացավ։ Այդ օրը բուլդոզերները այդպես էլ տեղից չշարժվեցին։ Գևորգը հաղթել էր ճակատամարտը, առանց անգամ մեկ հարվածն անուցելու։ Նա պարզապես կիրառել էր Քրիստասի խորհուրդը, չարության էներգիան վերածելով արարչագործության։ Մի քանի շաբաթ անց, երբ մատուռի պատերն արդեն բարձրացել էին մարդահասակ, իսկ կամավորների թիվն օրեցօր ավելանում էր, Տիգրանը հասկացավ, որ պարտվում է այս լուռ պատերազմում։ Նրա հեղինակությունը քաղաքում սկսել էր սասանվել։ Մարդիկ այլևս նրան չէին տեսնում որպես ամենակարող գործարարի, այլ որպես մի մարդու, ով պատերազմում է մի խումբ խաղաղ շինարարների դեմ։ Զայրացած իր անզորությունից և վերահսկողության կորստից, նա որոշեց վերջ դնել այս ամենին։ Մի առավոտ նա անձամբ, առանց իր թիկնապահների, եկավ շինհրապարակ։ Նա իր հսկայական ամենագնացը կանգնեցրեց այնպես, որ փակեց դեպի մատուռ տանող ճանապարհը, դուրս եկավ մեքենայից և ուղիղ քայլեց դեպի Գևորգը, ով այդ պահին շաղախ էր պատրաստում։ Բոլորը սառեցին, երաժշտությունը դադարեց, մուրճերի ձայնը լռեց։ Սա գագաթնակետն էր։ Տիգրանը կանգնեց Գևորգի դիմաց, հայացքը սառը և կոշտ։ Նրա ամբողջ տեսքն ասում էր, որ նա եկել է վերջնական հարվածը հասցնելու։ Բայց Գևորգը չնահանջեց։ Նա հանգիստ ուղղեց մեջքը, սրբեց քրտինքը ճակատից և նայեց Տիգրանի աչքերի մեջ։ Նրա հայացքում ոչ վախ կար, ոչ էլ ատելություն։ «Ես գիտեմ, որ դուք ծնվել եք Գյումրիում», հանգիստ, բայց հստակ ասաց Գևորգը, «և գիտեմ, որ ձեր հոր անունը Կարապետ էր, իսկ մոր անունը Շուշանիկ։ Նրանք թաղված են այնտեղի հին գերեզմանատանը»։ Տիգրանի դեմքը քարացավ, նա չէր սպասում սրան։ Գևորգը ձեռքը մեկնեց և Տիգրանին տվեց մի փոքրիկ, գեղեցիկ մշակված քար, որի վրա փոխարագրված էին երկու անուն՝ Կարապետ և Շուշանիկ, իսկ դրանց միջև մի փոքրիկ խաչ։ «Այս քարը ձեր ծնողների հիշատակին է», շարունակեց Գևորգը։ «Մենք այն կդնենք այս մատուռի սուրբ սեղանի հիմքում, որպեսզի նրանց հոգիների համար միշտ աղոթք բարձրանա։ Այս մատուռը ոչ միայն մերն է, այլև ձերը»։ Այդ պահին Տիգրանի դեմքի երկաթե դիմակը փշրվեց։ Մի ակնթարթ նրա աչքերում երևաց ոչ թե անողոք գործարարը, այլ մի մոլորված, տառապող մարդ։ Նա նայեց քարին իր ձեռքում, հետո Գևորգին, հետո մատուռի պատերին։ Նրա շուրթերը շարժվեցին, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բառեր դուրս չեկան։ Նա խորը շունչ քաշեց, լուռ շրջվեց, նստեց իր մեքենան և հեռացավ։ Այդ օրվանից հետո Տիգրանին այլևս ոչ ոք չտեսավ շինհրապարակի մոտ։ Բուլդոզերները անհետացան։
Մի քանի ամիս անց մատուռի շինարարությունն ավարտվեց։ Այն դարձավ թաղամասի հոգևոր կենտրոնը, մի վայր, որտեղ մարդիկ գալիս էին ոչ միայն աղոթելու, այլև իրար հետ շփվելու։ Գևորգի արհեստանոցը ծաղկում էր, պատիվներն ավելի շատ էին, քան երբևէ, եւ մարդիկ գալիս էին ոչ միայն խաչքար պատվիրելու, այլև պարզապես զրուցելու այն մարդու հետ, ով իր հավատքով կարողացավ հաղթել անհնարինին։ Բայց Գևորգի համար ամենամեծ պարգևը մեկ այլ տեսարան էր։ Նրա կրտսեր եղբայրը Լևոնը ամեն օր աշխատանքից հետո գալիս էր արհեստանոց եւ լուռ օգնում էր եղբորը։ Նրանք քիչ էին խոսում, բայց այդ լռության մեջ կար ամեն ինչ՝ ներաղություն, հարգանք եւ վերագտնված եղբայրական սեր։ Բաժանված տունը նորից միավորվել էր, դառնալով ավելի ամուր, քան երբևէ։ Համայնքը, որը քիչ էր մնում քայքայվեր ներքին երկպառակություններից, գտավ իր միասնությունը ոչ թե ընդհանուր թշնամու դեմ պայքարում, այլ ընդհանուր ստեղծագործության մեջ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր դաս։ Քրիստոսի խորհուրդը սիրել թշնամուն պարզապես բարոյական կոչ չէ, դա հոգևոր ամենահզոր զենքն է, որը մեզ տրված է։ Այն մեզ սովորեցնում է ոչ թե պասիվորեն տանել չարիքը, այլ ակտիվորեն վերափոխել այն։ Այն մեզ սովորեցնում է, որ ցանկացած քար, որ նետվում է մեր վրա, կարող է դառնալ մեր տաճարի հիմնաքարը, եթե մենք ունենանք բավարար իմաստություն եւ հավատք։ Այս պատմությունը ցույց տվեց, որ իսկական ուժը ոչ թե ավերելու, այլ արարելու կարողության մեջ է։ Եվ հիմա ես ուզում եմ դիմել ձեզ։ Խնդրում եմ կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր սեփական կյանքում։ Ինչպես կարող եք ձեր դեմ ուղված բացասական էներգիան վերածել մի բարի ու ստեղծարար գործի։ Եկեք միասին սովորենք կիրառել մեր Տիրոջ իմաստությունը եւ մեր կյանքը դարձնել ավելի լիարժեք եւ խաղաղ։ Թող Աստծո օրհնությունը լինի բոլորիս հետ։ Ամեն։